Սրբով է դարանիս Իսուսի Քրիստոսի, որ ըստ Մատթեոսի, դերն մեր Իսուս Քրիստոս, երբ փարիսեցիները լսեցին, թե Իսուս հատուկեցիները բաբանցեցուց, իրարուկով եկան, անոնց մեկը Մովսիսական օրենքի մասնակետը Հիսուսը փորձելու համար արծուց, վարտաբեդ օրենքին մեջ որն է մեծակույն բադվիրանը, Հիսուսը սավանոր, սիրեք ու դեր Աստվածդ ամբողջ սրտովդ, ամբողջ հոգիովդ և ամբողջ մտքովդ, ասիգա է մեծակույն և կարևորակույն բադվիրանը, երկրորդը ադոր նման է, սիրե ընկերդ քու անձիդ պես, այս երկու բադվիրաններ են գախյալ են ամբողջ օրենքը և մարգարեներու ուսուցումները։ Երբ փարիսեցիները հավաքվեցան, Իսուս հարցուց անոնց, ինչ կխորի Քրիստոսի մասին, որուն որդին է ան, անոնք պատասխանեցին Դավիթի, Հիսուսը սավանոնց, ուրեմն ինչպես Դավիթ Սուրբ Հոգի է ներշնչված, զայն դեր գոչե ու գսե, դերը իմ դիրոջս ըսավ, աչքոմս նստեմ, ինչև որ թշնամիներդ ոտքերուդ տակ տնեմ որպես պատվանդան։ Արդ, եթե Դավիթ զայն դեր գոչե, ինչպես անոր որդին գլա, ոչ ոք գրծա պատասխան տալ Իսուսի, և այդ օրվնե սկսյալ ովևէ մեկը չերամարձակեր իրեն հարցում ուղղել։ Ապա Իսուս ժողովուրդին և իր աշակերտներուն ըսավ. Մովսեսի աթոռը նստան օրենքի ուսուցիչներն ու փարիսեցիները, իրենց ըսածներուն հնազանդեցեք և կատարեցեք զանոնք, սակայն մի ընեք ինչ որ իրենք կնեն, որովհետև անոնք կսորվեցնեն, բայց չեն կատարեր, անոնք ծանր և դժվարագիր բեռներ գտնեն մարդոց ուսերուն, մինչ իրենք նույն բեռները գրելու նվազագույն ջիկնից չեն ըներ։ Ինչ որ գնեն, մարդոց երևելու համար գնեն, իրենց քրբանակները գլայնցնեն և իրենց հագուստերուն ծոպերը գերգնցնեն, ընթրիքներուն տածքին բադվո դեղերը կրավել գսիրեն և ժողովարաններու մեջ առաջին աթոռները, գսիրեն հրապարակներու վրա մարդոց մե բարևներ ընդունիլ և վարդապետ, այսինքն ուսուցիչ կոչվիլ, բայց դուք ովևէ մեկը վարդապետ մի գոչեք, որովհետև դուք բոլորդ եղբայրներ եք և մեկ ուսուցիչ ունիք։ Երկրի վրա ովևէ մեկը հայր մի գոչեք, որովհետև դուք մեկ հայր ունիք, որ երկնքի մեջ է, առաջնորդ մի գոչվիք, որովհետև ձեր միակ առաջնորդը Քրիստոսն է, ձեր մեջ են մեծը թող ձեր սպասավորը ըլլա, ով որ իր անձը կբարձրացնե, պիտի խոնարհի, և ով որ իր անձը կխոնարհեցնե, պիտի բարձրանա։ Վայ ձեզի գեղձավորներ, օրենքի ուսուցիչներ և փարիսեցիներ, որ երկնքի արքայությունը կփակեք մարդոց առջև, դուք չեք մտներ և թույլ չեք տար նաև անոնց որ կուզեն մտնել։ Վայ ձեզի գեղձավորներ, օրենքի ուսուցիչներ և փարիսեցիներ, որ մեկ կողմը այրիներուն տուները իրենց ձեռքեն կապշտակեք, մյուս կողմը գեղձավորությամբ ձեր աղոթքը կերկարեք, ասոր համար ավելի խիստ դատապարտություն պիտի ընդունիք։ Վայ ձեզի գեղձավորներ, օրենքի ուսուցիչներ և փարիսեցիներ, որ մեկ կողմը ծով ու ցամաք կշրջիք, մեկը նորահավատ ընելու համար,
իսկ երբ հաչողիկ զայնցես մեկ երկնաբադիկ ավելի թժողքի արժանի գնեք, վայ ցեզի գույր առաջնորդներ, գսեք անոր դաջարին վրա գերտնու երթումը գադարելու բարդավորության դակ չէ, պայցան որ դաջարին ոսկին վրա գերտնու բարդավոր է գադարելու, հիմարներ գույրեր, որ մեկը կարևոր է ոսկին թե դաջարը, որ գսրբագործե ոսկին, կամ գսեք անոր զոհարանին վրա երթում գնե, երթումը գադարելու բարդավորության դակ չէ, պայցան որ գերտնու զոհարանին տրված զոհին վրա, բարդավոր է գադարելու, հիմարներ գույրեր, որ մեկ ավելի կարևոր է զոհը թե զոհարանը, որ գսրբագործե զոհը։ Հետևաբար, ով որ գերտնու զոհարանին վրա, գերտնու թե զոհարանին և թե հոնեղածներուն վրա, ով որ գերտնու դաջարին վրա, գերտնու թե դաջարին և թե Աստուծո վրա, որ հոն գպնագի, նույնպես ով որ գերտնու երկնքին վրա, գերտնու թե Աստուծո կահին և թե Աստուծո վրա, որ հոն գնստի։ Վայ ցեզի գեղձավորներ, օրենքի ուսուցիչներ և փարիսեցիներ, որ անանուխին, սամիթին ու չամանին դասանորդը գուդակ, և գանդեսեք օրենքին կարևոր բարդավորությունները, այսինքն արդարությունը, ողորմությունը և ավադարմությունը, ասոնք պետք էր կործատրել, առանց մույսները հանդեսելու, գույր առաջնորդներ, մեկ կողմե մժղուգը գքամեք, մույս կողմե սակայն ուղդը գլեք։ Վայ ցեզի գեղձավորներ, օրենքի ուսուցիչներ և փարիսեցիներ, որ բնագին և կավատին արտաքինը գմաքրեք, մինչ գիտեք թե ներսիտին եղող ուտելիքն ու խմելիքը ինչ հափշտակությամբ և աղդեղությամբ ձեռք բերածեք, գույր փարիսեցի, նախ կավատին և բնագին ներսը մաքրե, այսպիսով դուրսն ալ մաքուր գլա։ Վայ ցեզի գեղձավորներ, օրենքի ուսուցիչներ և փարիսեցիներ, որ գնմանիք գիրով ջերմկծված գերեզմաններու, որոնք արտաքնապես գեղեցիկ կերևին, բայց ներքնապես լեցուն են մերելներու ոսկորներով և ամեն տեսակի բղծությամբ, նույնպես եք դուք, արտաքնապես մարդոց արդար գերևիկ, բայց ներքնապես լեցուն եք գեղձավորությամբ և անօրենությամբ։ Վայ ցեզի գեղձավորներ, օրենքի ուսուցիչներ և փարիսեցիներ, որ մարգարեներու շիրիմները գշինեք և արտարներուն գերեզմանները գզարդարեք ու գսեք, եթե մենք մեր հայրերուն ժամանակը ապրածը լայինք, մարգարեներու սպաննության մասնագից պիտի չլայինք, ահա վասիկ դուք արդեն իսկ կվգայեք, թե որդիներն եք անոնց, որոնք մարգարեները գոդորեցին։ Քացեք ամբողջացուցեք ձեր հայրերուն գիսած ցկած գործը, օծեր իժերու ծնունդներ, ինչպես պիտի գարենակ փախուստալ տժողքի թադաբարդութենեն։ Ահա ես սեզի մարգարեներ, իմաստուններ և օրենքի ուսուցիչներ պիտի ղրգեմ, դուք անոնց մե ոմանք պիտի սպանեք, ոմանք խաչեք, ուրիշներ ժողովարաններու մեջ պիտի կանագոծեք և հալածեք քաղաք։ Այսպիսով բոլոր արտարներուն սպաննության մասնագից եղած պիտի ըլլակ, սկսյալ անմեղ ափելի արյունեն, մինչև արյունը Փարաքիայի որդին Զաքարիայի, որ սպաննեցիք տաճարին և զոհարանին մեջտեղ, հաստատ գիտեք, թե այս բոլոր ոճիրներուն բադիժը պիտի գրեք։ Երուսաղեմ, Երուսաղեմ,
որ կգոդորեիր մարգարեները եւ կքարգոծեիր Աստուծո քեզի ղրգած մարդիկը, քանի անգամ ուզեցի որդիներդ հավաքել, ինչպես հավը իր ցակերը գավաքե թևերունդակ, բայց դուք Երուսաղեմի բնակիչներ չուզեցիք։ Ահա ավերակ պիտի ելլացեր դունը, բայց կսեմ նաև, ալ պիտի չտեսնեք զիս, մինչև որսեք, օրտնյալը լան, որ գուկա դիրոջ։